Նկարել եմ, ասեց հոթել Վիկտորիա անունը ասեց ու ասեց մի քանի մուտքեր ունի ստեղ, պետք է զգուշ ունենք, որ զգուշտը այդ ճիշտ մուտքով դուրս գանք։ Պոմպեյ ենք մտնելու հիմա։ Պոմպեյում անցկացրած մեր օրվա տեսաֆիլմը տեղադրված է, իսկ հիմա ուղղակի կարճ մի փոքր տեղեկություններ Պոմպեյի մասին։ Պոմպեյը մոտ 1500 տարի մնացել է իր մոխրե բոժոժի մեջ և միայն նրա 2/3 մասն է դեռևս պեղված։ Վեզուվի ժայթքումը այնքան հզոր էր, որ գիտնականները գնահատում են դրա ջերմային ուժը 500 անգամ ավելի մեծ, քան Հիրոսիմայի ատոմային պայթյունը։ Պոմպեյ և Հերկուլանիում քաղաքների ավերման եղանակները տարբեր են եղել, և դա բացատրվում է նրանով, որ տարբեր ձևով է հարվածել ժայթքումը քաղաքներին։ Պոմպեյ քաղաքը ունեցել է շքեղ ջերմային լոգարաններ, բայց չի ունեցել կոյուղու համակարգ։ Պոմպեյի բնակիչները չեն սիրել խոհարարությամբ զբաղվել, միայն հարուստների տներն են խոհանոցներ հայտնաբերել, սնունդը պատվիրել են պանդոկներից և սիրել են դրսում սնվել։ Ստիպված եմ ոտքերից տկնեմ, որովհետև մուղջ սենց խորտոբորտ քարեր են։ Քաղաքում եղել է հասարակած տուն։ Պոմպեյի բնակիչները հայտնի չէին իրենց համեստությամբ, և նրանք բավականին անկաշկանդ էին այդ հարցում։ Պոմպեյի հասարակած տունը ես նկարել եմ, վիդեոներում կա, կարող եք նայել։ Ֆալոսային խորհրդանիշը բավականին տարածված էր Պոմպեյում, գրեթե յուրաքանչյուր տան և խանութի վրա ինչ-որ ձևով դրոշված էր տղամարդու սեռական օրգանը։ Այն տեղադրում էին հիմնականում հաջողություն բերելու համար։ Նեղ փողոցներում որոշակի հեռավորության վրա մեծ հսկայական քարեր էին տեղադրում, հիմնականում նրա համար, որ մարդիկ դրա վրայով անցնեին և իրենց կոշիկները և հագուստները չկեղտոտվեին։ Ընդունված է, որ Վեզուվի ժայթքումը եղել է մ.թ. 79 թվականին օգոստոսի 24-ին, բայց հնագետները պարզել են, որ մոխրի մեջ պահպանված հագուստն ու սնունդը ենթադրում է, որ ավելի ցուրտ եղանակին է հնարավոր եղել դա։ Հագուստը լվանալու համար Պոմպեյի բնակիչները օգտագործել են իրենց մեզը, քանի որ այն ավելի հեշտ հասանելի էր և բավականին թթվային։ Զուգարաններում հատուկ տարաներում պահում էին այդ մեզը և հետո օգտագործում էին հագուստի լվանալու համար։ Պոմպեյի քաղաքացիները գրեթե կատարյալ ատամներ են ունեցել։ Երբ որ ուսումնասիրություններ են արել, պարզել են, որ նրանց ատամները շատ լավ վիճակում է եղել և դա պայմանավորված է նրանց առողջ սննդակարգով։ Պոմպեյի բնակչությունը 12-ից մոտ 20,000 մարդ է եղել, տարբեր տվյալներ կան ինտերնետում գրված։